Տիկին Ստեփանյան նախորդ շաբաթ իրար հաջորդելով հարցազրույցներ տվեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ձեզ ամենատարբեր բաների մեջ մեղադրեցին, այդ թվում պատերազմ հրահրելու մեջ, իսկ խնդրեմ ձեր ընդհանուր դիտարկումները երկուսի հարցազրույցների եւ ինչու այդպես հապճեպ իրար հետևից։ Շնորհակալ եմ հարցի համար, դուք մոռացաք նշել, որ նաև մի շատ կարևոր միջազգային հեղինակություն ունեցող լրագրողի եւս մեկ, այսպես ասած, ապաքաղաքական գործիչ է հարցազրույց տվել, սա կարելի է դիտարկել ընդհանուր առմամբ քաղաքական պրոցեսների համատեքստում, որոնք նախորդում են 2026 թվականի հերթական ընտրություններին եւ կարելի է առանձին դիտարկել, որտեղ նրանցից յուրաքանչյուրը բնականաբար իր էլեկտորատին որոշակի ուղերձ ունի ասելու, բայց հետևելով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այդ թվում նաեւ ձևիստների ղեկավարին, այսպես ասած, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նրանց ամբողջ խոսքի ուղերձը, կոնտենտը բացարձակապես որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուղղված չէր։ Անկեղծ ասած, ես 3 ելույթներն էլ նայել եմ եւ չեմ տեսել գեթ 1 պարբերություն, գեթ 1 առաջարկ կամ գեթ 1 ներողության խնդրանք կամ գուցե առաջարկի ձևակերպում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ընդհակառակը ես տեսել եմ եւ լսել եմ, որ այս 3 քաղաքական գործիչները կամ իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, որոնք այս կամ այն չափով որոշակի դերակատարում են ունեցել Հայաստանի նոր անկախ պատմության մեջ, իրականում փորձում են դուր գալ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի եւ ինչպես գիտենք, այնտեղ էլ արդեն որոշակի քաստինգ է սկսվել քաղաքական գործիչների, միացից յուրաքանչյուրը փորձում է իր հավատարմությունը, իր հնազանդությունը ավելի շուտ կոնկրետ քաղաքական կենտրոնին ցույց տալ, քան օրինակ որևէ կերպ շահել Հայաստանի Հանրապետության քաղաքացու սիրտը կամ գուցե համալրել իրենց էլեկտորատը։ Օրինակ Սերժ Սարգսյանը հարցազրույցում ասել է, որ եթե ես լինեի, այս ելքը չէինք ունենա 2020 թվականին։ Շատ լավ, 1991 թվականից, երբ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, Սերժ Սարգսյանը թերևս այն եզակի քաղաքական գործիչներից է, ով տևական ժամանակ կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետությունում, եւ նա մշտապես այս կամ այն ձևով, այս կամ այն ձևաչափով, ֆորմատով ներգրաված է եղել բանակցությունների գործընթացում։ Էլ չեմ խոսում, որ նա 20 եւ ավելի տարիներ կոնկրետ ուներ որևէ հնարավորություն ոչ միայն բանակցային գործընթացի ելքը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի շահին ծառայեցնելու համար, այլ կոնկրետ վերջակետ դնելու այդ հակամարտությանը։ Ես ուզում եմ հասկանալ, ի վերջո, երբ որ արդեն բաց են թողնված բոլոր հնարավոր առիթները, բոլոր հնարավոր տարբերակները, հնարավորությունները որևէ կերպ այդ խնդրին անդրադառնալու, օրինակ ինչու են նրանք անընդհատ հետ բերում եւ փորձում են Հայաստանի Հանրապետության հանրային քաղաքական կյանքում կենթանություն հաղորդել այս հիմնախնդրին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը բոլորովին այլ օրակարգով է հանդես եկել եւ բոլորովին այլ օրակարգի ձևավորում է առաջարկել նաև այլ քաղաքական ուժերին, հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, հաշվի առնելով նաև միջազգային դրությունը եւ այն օրակարգը, որի շուրջ նա կոչ է անում համախմբել քաղաքական ուժերին։ Ասեմ ինչու, որովհետեւ 91 թվականից սկսած 88 թվից, երբ որ ազգային զարթոնքը եղավ, 88 թվականից սկսած եւ 91 թվականին ավելի մեկնարկային, իրականում Հայաստանի Հանրապետությունում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց քաղաքական օրակարգը կամ որոնց քաղաքական գործողությունները քաղաքական ուղերձները խոսույթը չէր բխում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, նրանք պարզապես ի սկզբանե դատապարտված էին որևէ կենսունակություն կամ որևէ երկարատևություն ունենալու քաղաքական դաշտում։ Բոլորս գիտենք այն խոսույթները, որ ձևավորված էին, եւ բոլոր նրանք, ովքեր օրինակ այլ օրակարգով են հանդես եկել, որտեղ հիմնականում օրինակ նրանց քաղաքական առաջարկը, քաղաքական ծրագիրը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, զարգացման հեռանկարին, տեսլականին, նրանք շատ շուտ դուրս են մնացել քաղաքական պրոցեսներից մի պարզ պատճառով, որովհետև չեն սպասարկել այն ընդհանուր օրակարգը, որը մեզ հրամցվում էր եւ որի ուղիղ շահառուներն էին ձեր կողմից նշված երկու նախագահները, ինչպես նաեւ ձևիստ շարժման ղեկավար, այսպես ասած Նարեկի հորեղբայրը եւ նրա հայրը։ Ռոբերտ Քոչարյանն էլ խոսել է օգոստոսի 8-ի պայմանագրի մասին, նախաստորագրած փաստաթղթի եւ ասել, որ դա նույն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է առանց Արցախ։ Այս մասը Ռոբերտ Քոչարյանը սիրում է իր հարցազրույցները կազմակերպել իր կողմից պահանջված չափորոշիչների եւ իր կողմից կամ իր հետ ասոցացվող լրատվամիջոցների լրագրողների հետ, որտեղ օրինակ նրան հարց տվող զրուցավարը շատ ավելի համակարծիք է
Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն տեսակետի հետ, քան ինքը Ռոբերտ Քոչարյանը։ Մի քիչ եթե այսպես ոչ լուրջ մոտենամ Ռոբերտ Քոչարյանին, դեռ ընդհանուր առմամբ այնտեղ որևէ լուրջ արձագանքի կարիք չունեցող ձևակերպումներ էին, բացառությամբ վերջի ձևակերպումից, որը նույնիսկ վտանգավոր տարրեր էր իր մեջ պարունակում, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը օրինակ չի կարողանում հաշվել, եւ եթե մարդը չի կարողանում օրինակ 1-ից մինչև 10 հաշվել, ապա դժվար է մտածել, որ նա կարողանա որևէ լուրջ քաղաքական վերլուծություն անել, եւ որ անդադ Ռոբերտ Քոչարյանը խոսում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից, օրինակ ինչու Ռոբերտ Քոչարյանը չի անդրադառնում այդ նույն փաստաթղթի առաջին կետին, 4-րդ կետին, 6-րդ կետին, 7-րդ կետին, որտեղ սևով սպիտակի վրա օրինակ նաև Ռուսաստանի Դաշնության, նաև օրինակ Ադրբեջանի հետ կապված որոշակի պարտավորություններ կային, եւ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես վախենում է անգամ բարձրաձայն մտածել, որ թերևս Ռուսաստանի Դաշնությունը իր որոշ պարտականություններ չի կատարել, եւ չգիտեմ ինչու Ռոբերտ Քոչարյանը չսիրելով իր ամբողջ այդ քաղաքական մաղձը իշխանությունների կողմը ուղղելով, այլևս չի զգում, որ նա անցնում է այն նուրբ հատվածը, որտեղ իշխանություններին թիրախավորելով նա արդեն վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը։ Բայց մյուս կողմից, եթե մենք հիշենք Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցը չէ, նախորդ հարցազրույցը, որտեղ նա Տավուշյան պատերազմական գործողությունները ասում է, որ դրանք սահմանային պրովոկացիաներ էին, որոնք հրահրել են հայերը, ապա մենք կարող ենք այստեղ այլևս այլ ձևակերպումների կամ այլ խոսքի մեջ չխորանալ, այս մարդը իրեն պարզապես հայ ժողովրդից, Հայաստանի Հանրապետությունից, հայկականությունից եւ այն ամեն ինչից, ինչը որ կապված է Հայաստանի հետ, դուրս է դնում։ Մարդը հստակորեն պատերազմի բեռը, պատերազմի մեկնարկի բեռը, պատերազմ հրահրելու բեռը կոնկրետ դնում է Հայաստանի Հանրապետության վրա, դրանով վնասելով եւ նեղացնելով միջազգային արենայում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացման հնարավորությունը եւ օրինակ մաքրագործում է, օրինակ սրբագրում է Ալիևին եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին արդեն իրեն հայտնի պատճառներով։ Նայեք, եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ձեզ ամենատարբեր բաների մեջ են մեղադրում, բայց ասենք այդ նույն բաները մենք տեսել ենք, ինչու ձեզ մեղադրում են, տեսել ենք իրենց իշխանության տարիներին եւ նրանք կարծես թե մոռանում են կամ չեն ուզում հիշել եւ այդ նույն կերպ վարվում են իրենց падգամավորները, մասնավորապես Լիլիթ Գալստյանը, դաշնակցական, այսօր ելույթ էր ունենում, ձեզ համեմատում էր 37 թվի ժամանակահատվածի հետ, ասում էր, որ այլախոհների բերանը փակում են, կալանավորում են։ Ես խնդրեմ հիշեցնեք, հա, ոչ վաղ անցյալում մարտի 1-յան դեպքերը, դրանից առաջ 2003-4 թվականի դեպքերը։ Ես կարծում եմ ոչ միայն Լիլիթ Գալստյանը, այլև Հայաստան Դաշնքից շատ պատգամավորներ իրականում գտնվում են պատանդի վիճակում Ռոբերտ Քոչարյանի ձեռքին կամ այն ընդհանուր Հովանոցի ձեռքին, որ նա ստիպում է, որպեսզի իր падգամավորները հիմնականում տեղավորվեն այս շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխությունից հետո բռնել է ժողովրդավարության ուղին, բայց իրական ժողովրդավարություն ուղին, այլ ոչ թե այն ժողովրդավարության, որ պարզապես երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակները կամ նրանց վարչախմբերը սովորաբար այդպես քաղաքական տեքստի որևէ հատվածում օգտագործել են եւ կարծում եմ, որ եւ Լիլիթ Գալստյանը եւ մնացածները կարող են դիմել օրինակ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որպեսզի որոշակի օգնություն նրանց ցուցաբերի, որտեղ խայտառակություն է մտածել մի բան, բայց արտաբերել մի բան եւ ստիպված ամեն անգամ արդեն 5 տարի շարունակ պարբերաբար այդ նույն խոսույթը, այդ նույն ձևակերպումները, այդ նույն շեշտադրումները, որոնք ջախ-ջախիչ պատասխան է ստանում մեր կողմի падգամավորների կողմից։ Ես իրականում չեմ կարողանում հասկանալ, ինչպես կարելի է 5 տարի անընդհատ ինձ թվում է օրինակ այդ համակարգչի վրա գտնվող որոշակի ֆունկցիաներից, հա սեյվազով իրենք պարզապես փոխում են ամիս-ամսաթիվը եւ ելի մոտենում են։ Նրանցից յուրաքանչյուրը, որ մոտենում է ամբիոնին, մենք արդեն գիտենք ինչի մասին է խոսելու, ոչ մի կանխատեսելիություն։ Ես կարծում եմ նրանցից շատերը նույնիսկ մասնագետի կարիք ունեն, որովհետեւ անհնար է բռնապետ ղեկավար ունենալ, բռնակալ ղեկավար ունենալ, որի քաղաքականության տարիները կարելի է բնորոշել չկա մարդ, չկա պրոբլեմ նշանաբանով։ Եվ 5 տարի այդ մարդու հետ ուղղակի համագործակցություն ունենալ, ես չեմ զարմանա, եթե օրինակ որոշ падգամավորներ հաջորդ գումարման հնարավոր ցուցակի դեպքում պարզապես չներգրավեն, որտեղ արդեն այսօր
որոշ դաշնակցականներ կամ գուցե հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը լռեցրել է նրանց եւ այն պատգամավորները, որ 21 թվականին օրինակ բավականին ակտիվ էին, չնայած էլի խոսույթը նույնն էր, ընդհանուր այդ քաղաքական տեքստի տված այս ֆորմանը նույնն էր, բայց օրինակ մենք տեսանք, որ ընթացքում նրանք ինչ որ տարօրինակ կերպով լռում են, չեն խոսում, բնականաբար նրանց լռեցրել են։ Սա նույնպես առիթ է իդեպ ազատ խոսքի ոտնահարման կամ խոչընդոտման հետ կապված, նրանք կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, նրանց անպայման վստահաբար աջակցություն կտրամադրվի, գալով Լիլիթ Գալստյանի հիմնական տեքստին, ինչպես միշտ այդ դաշնակցական խոսույթի շրջանակներում, դե գիտեք, եթե չլիներ օրինակ 1915 թվականի ցեղասպանությունը, չլիներ Արևմտյան Հայաստան եզրույթը եւ չլիներ Ծիծեռնակաբերդը, ապա նրանք որպես քաղաքական ուժ գոյություն չէին ունենա եւ ինչ է պետք նրանց կենսունակությունը հայտ սնվելու աղբյուրը պետք է միշտ այսպես ակտիվ մնա եւ անդադ մենք լսում ենք դուք օրացույցից ուզում եք հանեք ապրիլի 24-ը հարգելիներս մենք Ռոբերտ Քոչարյանը չենք որպեսզի կարողանանք օրինակ 2008 թվականի օրացույցից հանել մարտի 1-ը եւ մարտի 1-ին պարզապես մարտի 1-ի մասին պարզապես չխոսել, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանն է անում եւ ինչ որ չափով նաեւ նրանք, ովքեր որ սպասարկում են Ռոբերտ Քոչարյանի շահերը եւ խոսում է օրինակ Ծիծեռնակաբերդը ավերելու մասին։ Ես մի անգամ այս հարցով առիթ ունեցել եմ խոսելու, հիմա եւս մեկ առիթ է։ Ես գուցե հիպոթետիկ ենթադրեմ, որ նրանք կարծում են որ օրինակ իշխանության որոշ ներկայացուցիչներ կամ իշխանությունը բավարար չափով ուշադրություն չի դարձնում Ծիծեռնակաբերդին։ Հիպոթետիկ ենթադրենք, թե դա հնարավոր է, տեսականորեն ենթադրենք, թե դա հնարավոր է։ Լավ, մենք ենք վատը։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն ու աշխատակիցներն են վատը, շինարարներն են վատը, բայց այս շինարարական գործընթացում մի շատ կարևոր մարդ է ներգրաված։ Դա Ծիծեռնակաբերդի համալիրի քանդակագործ ճարտարապետներից մեկն է, ով վստահաբար այդ կառույցին մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող կառույցին վերաբերում այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուր իր ընտանիքի անդամին, իր զավակին, իր որդուն, իր ծնողին կվերաբերվի։ Լավ այդ մարդն էլ է այդքան վատը։ Այսինքն այդ մարդը այնքան վատն է, որ կգա Ծիծեռնակաբերդին որևէ վնաս կհարուցի։ Ես չգիտեմ էլ ինչպես կարելի է այս մարդկանց համոզել, որ Ծիծեռնակաբերդին որևէ քարի, որևէ մեխի եւ որևէ փշուրի ոչ այս իշխանությունները, ոչ մեզ նախորդող իշխանությունները, ոչ էլ մեզ հաջորդող իշխանությունները չեն կարող որևէ վնաս տալ մի պարզ պատճառով, որ դա մեր համար, ինչպես հայ առաքելական եկեղեցին, այնպես է դա սրբություն սրբոց է։ Ինչ վերաբերում է բռնաճնշումներից կամ, չգիտեմ, լռեցնում են մարդկանց խոսքը։ Նախ եթե մենք հետևեինք իր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վարքագծին, ապա իրոք իրեն կլռեցնեինք։ Օրինակ նա խոսելու հնարություն չէր ունենա պարզապես։ Եթե 37 թիվը լիներ եւ մենք ստեղծեինք անաստվածների միություն, ինչպես ինքն է ասում, ապա մենք պայքար չէինք մղի որոշ հոգեվորականների դեմ, ովքեր պարզապես ապականում են մեր սրբության սրբոցը։ Եվ ընդհանուր առմամբ տիկին Լիլիթ Գալստյանին ես կխնդրեմ, որպեսզի նա համացանցից օգտվելով եւ արդեն բոլորին հայտնի տեքստերը սեյվազ անելուց հետո մի հատ էլ մտնի YouTube ալիք որոնման արդյունքում գրի եւ տեսնի թե օրինակ ինչպես էին սևազգեստ մայրերին քաշ տալիս Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտից։ Ես կխնդրեմ Լիլիթ Գալստյանին, որպեսզի նա դնի եւ եւս մեկ անգամ նայի մարտի 1-ի դեպքերը, երբ օրինակ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով հայ բանակը, որ բոլորովին այլ գործառույթներ եւ բոլորովին այլ տեղերում բերվեց Երևան եւ օրինակ հանվեց սեփական ժողովրդի դեմ, երբ օրինակ մայրաքաղաք Երևանում, քաղաքամայր Երևանի հենց սրտում 10 քաղաքացիների արյուններ հոսում։ Եվ ես շատ եմ ուզում իմանալ, թե Լիլիթ Գալստյանը հատկապես այդ օրերին ինչ էր անում, որովհետև դրանից մի քանի օր հետո տեսանք Լիլիթ Գալստյանը եւ իր քաղաքական ուժը ինչ էր անում, նա Սերժ Սարգսյանի հետ, Արմեն Ռոստոմյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Օրինաց երկիր կուսակցության առաջնորդ Արտուր Բաղդասյանը եւ ինքը մեծն պանծալի երևելի նախագահ Սերժ Սարգսյանը, որ իրեն դրել է Ռեմբոյի տեղ եւ չգիտեմ ինչերի մասին է խոսում, ինչպես էին կիսում քաղաքական պատասխանատվությունը։ Ես շատ եմ իսկապես ուզում, որ հատկապես կին քաղաքական գործիչները կայանան, հնարավորություն ունենան խոսելու, որպեսզի դրանով նաեւ այլ կին առաջնորդների համար ճանապարհ արդեն, բայց շատ կարեւոր մի նյուանս կա։ Կարեւոր է, որ նրանք ճիշտ խոսեն ուղղակի եւ քաղաքական իրադարձություններին եւ պրոցեսներին տան ճիշտ գնահատական։ Եթե 37 թիվը լիներ, վստահաբար նրանցից որևէ մեկը այսօր ազգային ժողովում չէր լինի, եթե 37 թիվը լիներ, ինչպես այլ դաշնակցական, այսպես ասեմ, խմբեր
ասպատակում էին Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքներ եւ գյուղեր, ապա իրենք էլ կընթարկվեն այդ նույն բռնաճնշումներին, ինչի մեջ հիմա փորձում են մեզ մեղադրել, բայց դե ժողովրդական ասացված կա, որ չոր կեղտը մարդուն չի կպնում ի վերջո։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։